ստացել, գծարանով, հիմա տեսեք, պատվաժան դատարան, տեսել եմ շատ նաև, որ Յուրի Խաչատրովին ասող փորձում է գտնել այս մեղադրանքի մեջ գործողություններ, այսինքն նկարագրության մեջ գործողություններ, ու միշտ հողում է ստանում, ոնց որ այս մեղադրանքը բլանկետ լինի, էլի իրավաբանական տերմինոլոգիայով ասած, հողում ակատարում նախագահի գործողությունների, նախագահի գործողությունները, որտեղ օրինակ Յուրի Խաչատրովը ինչ է կատարել, հետագայում որ միջնակցություններին անդրադառնան, ստացվում է, որ Յուրի Խաչատրովը իր պաշտոնական լիազորություններն է իրացրել, բայց մեղադրանքի մեջ մի քանի տեղով չէ, գերակշիռ մասը նշված էր, որ նախագահը ամեն ջան գործադրելով իր մտերիմ Սերժ Սարգսյանի իշխանությունը փոխանցել, նախագահը հանդիպելով ուսանողների, նախագահը ստորագրելով 2008 թվականի մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը եւ այսինքն մեր կողմում մեր մեղադրանքը բլանկետ է դառել այդ դրվագներով, ուստի ամենակարևորն է փորձում է մեղադրանքի մեջ հասկանալ որն է գործողությունը, որը ավտոմատով վերել է Յուրի Խաչատրովի անհանգերական հետապնդման հարուցմանը, միակ գործողությունը, որ դրված է կոնկրետ նախագահը կատարելը, դա 2008 թվականի մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելն է։ Հիմա հրամանագիր ստորագրել այս միջնակցության շրջանակներում պետք է քննարկվի, այդպիսի արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն ունեցել է նախագահը, թե չի ունեցել նախագահը։ Եթե Հայաստանի Հանրապետության 2008 թվականի սահմանադրության նախագահի գործունեության մասին օրենքները եթե չեմ սխալվում, այդ լիազորությունը արկա է արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր ստորագրելու այդպիսի արտակարգ դրություն հայտարարելու այդ լիազորությունը ունեցել է, ուրեմն ակնհայտ ունեցել է գործառույթային անձեռնամխելիություն։ Եթե գործառույթային անձեռնամխելիություն ունեցել է, այս պարագայում անձեռնամխելիությունը հաղթահարած չէ, ակնհայտ դատարանության 10-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված կարգում հետապնդումը պետք է դադարեցվի։ Ամբողջ այս միջնակցության քննարկման հանգամանքը իմ գնահատմամբ ինչ-որ բաներ դրան ներկայացնում է լիազորություն ունեցել է թե չի ունեցել, ողջունի անցել է չի անցել եւ այլն։ Այդպիսի լիազորություն ունեցել է թե չի ունեցել, եթե ունեցել է, ուրեմն նաև պաշտպանված է եղել անձեռնամխելիությամբ։ Եթե անձեռնամխելիությամբ պաշտպանված է եղել, ուրեմն անային մեղադրանքները այդ անձեռնամխելիությունը չհաղթահարված գործ են բերել ձեր սեղանին, որը քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Որովհետև մեղադրանքի մի քանի երջանոց որոշման մեջ ուրիշ կոնկրետ գործողություն, որը նախագահը իրականացրել է, առկա չի։ Այն մնացածը սա հենց գեղարվեստական ձևակերպումներ են, էլի, հանդիպում ունեցել ուսանողների հետ հանդիպում չի ունեցել, իր մտերի, չմտերի եւ այլն եւ այլն։ Հանցագործության այդ գործողությունը կամ ամբողջությունը նկարագրված է հրամանագիր ստորագրելով։ Այդ հրամանագիրը անբավեր ճանաչելու կամ չունեն ոչ իրավաչափ դարձնող ընդհանրական գոյություն ունի, որը այս պարագայում չի անցել, այսինքն դա Հայաստանի Հանրապետության մինչև այսօր Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կազմող փաստաթղթերի մի մասն է գործող։ Ոչ մեկ այսօր չի կարող հայտարարել, որ 2008 թվականի մարտի 1-ից 20-ը որոշակի սահմանափակումներով Երևան քաղաքում արտակարգ դրություն չի եղել։ Դա արդեն եղած, հաստատված ու օրինական փաստաթղթ։ Որովհետև այդ հրամանագիրը, այդ հրամանագիրը դեմարակություն չունեցել ազգային ժողովը, այդ հրամանագիրը ստորագրելուց առաջ խորհրդակցություն է իրականացվել կառավարության, ազգային ժողովի նախագահի հետ։ Դրա օրինականության հարց վիճակման տարբերակը կողմորբերանը ցույց տվեց, որը դարաշրջանը սխալվեց։ Էլեն Նիկոլ Փաշինյանի պատկանող հայկական ժամանակ թերթի իրավաբանական անվանումն է դարաշրջանը։ Էլ իրանք փորձել են վիճարկել այդ հասկացել են, որ իրավական ճանապարհը հրամանագիրը վիճարկել, սահմանադրական դատարանն է։ Ոչ թե 18 տարի հետո իրավական համակարգի մաս հատվածություններ մաս հանդիսացող այդ հրամանագիրը քննիչի որոշման ապօրինի դիտարկելն է։
չի լինում հակառակ պարագայում ոչ քրեական դատավարություն է անձեռնմխելիությունը հաղթահարված չի լինում ինքով քրեական հետապնդումը դատավորեցնում դուք նախատեսում ընդհանրապես մենք առակ բովանդակա զրկում ենք այն ինչ վերածավալում եթե այս դեպքում էլ այդ անձեռնմխելիության ինստիտուտը չի աշխատելու քրեական հետապնդումը դատավորել թույլ տալու շարունակի ես կխնդրեմ նաև մեզ ներկայացնել այդ որ դեպքն է որի պարագայում դատարանը այս նորմից կարող օգտվի ու քրեական հետապնդումը դատավորել Այս այն կլասիկ դեպքը, որի պարագայում երկրի նախագահը գործել է իր լիազորությունների շրջանակներում, այդ լիազորությունների շրջանակներում գործելու ժամանակ կոչված է եղել անձեռնմխելիության, ու այս վարույթի շրջանակներում այդ անձեռնմխելիությունը չի հաղթահարել։ Ես տանելով միանում եմ իշխանության Պարոն Պողոսյան, իր լիազորությունների շրջանակում գործել է, տեսեք, մեղադրանքը իր լիազորությունները անցնելն է վերել, ճիշտ է։ Եթե այս պահին դատարանը արձանագրի ոչ իր լիազորությունների շրջանակով է գործել, արդյոք դատաքննության փուլային ռեժիմի չի խախտվի եւ այս փուլից դատարանը կանխատալ վերաբերում չի լինի, տեսեք, վերջնացուկի հենց խնդիրը դրանում է, որ ձեր առաջ դրել է ձեզ շնդատյա վեճի լուծում, նախագահի հրամանագիրը օրինական է, թե օրինական չէ, այդ խնդիրը իրավական, պետք է լուծի սահմանադրական դատարանը, այ եթե սահմանադրական դատարանը ասի, որ այս հրամանագիրը օրինական չէ, կգային քննարկեին քրեական այդ ժամանակ անձեռնմխելիության հարցը կլուծվի, դուք կլուծեք, դուք այն դատարանը չեք, որ ասեք նախագահի քննիչ են, չկա Հայաստանի Հանրապետություն քննիչ, որը որ 2008 թվականի գործող սահմանադրական կարգավորումները կարողանար գնահատական տալ նախագահի հրամանագիրը օրինական է, թե օրինական չի։ Եթե այդպիսի լիազորություն ունեցել է, անցել է, թե չի անցել։ Դուք ամենայն հարավակ գործես, ընդհանուր իրավասության դատարանը այդ հարցը չի քննարկում։ Ոնց է լինում, օրինակ պերմիտիվացնեմ օրինակը, էլի, որ հարկային պարտավորություններից խոսակում է լինում, օրինակի համար, դատարանները երբ որ գործ են քննում, այդ ժամանակին նայում են, ստուգման ակտ կա թե չկա, ու վարչական դատարան օրինակ այդ ստուգման ակտը վիճակվել է, օրինական ուժի մեջ է թողել, թե ուժի մեջ չի թողել, ու դրա հիման վրա արդեն արդյունք ունենում են, դնում են քրեական դատարանություն, ասում են գիտեք ինչ հաստատվել է, որ հարկերից խուսափում է եղել, դատարանն հաստատել է այդ համարանը ստուգման ակտը։ Բայց մենք չունենք այդ իրավիճակը, հիմա այս ոնց որ նույն պրոցեդուրայում տանեն դատարանին, ասել են մի հատ ստուգման ակտը վիճակում ենք ձեր մոտ, էլի նա գնահատեք, ես ճիշտ եմ ստուգումը իրականացել, ես աշխատանքները ճիշտ են արել, ես ճիշտ չեն արել։ Դրա համար հապուկվարմունը ստեղծված է, սահմանադրական դատարանը։ Ու այդ դրամանակիրը չի վիճակվել։ Մինչև 2006 առարկա չի դարձել։ Փորձ կատարվել է, բայց վեճի առարկա չի դարձել։ Ընդ որում այդ լիազորության հենց նրբությունը Պարոն ասացել ձեր հարցից է, իմ համար էլ այդ հարցը կարևոր, որ վերաբերում այդ լիազորություն ունենալը բոլորն են արձանագրում, բոլորն այստեղ հարցը անցել է, թե չի անցել այդ նրբությունն է, որովհետև եթե այդպիսի լիազորություն չունի, այստեղ արդեն գործառույթային անձեռնմխելիության հարց չի առաջանում, Պարոն Ադրբեջանի վերած օրինակով, էլի, եթե նստել է մեքենան ու մարդ հավանել կամ ձեր վերած օրինակով, եթե անձեռնմխելիություն անձը ինչ-որ մեկին կարագել է ու կյանքի դեմ ոտնձգություն անհատել։ Այդ իրա համապատասխան ընթացակարգում է։ Ստեղ բոլորս քննարկում են, որ ունեցած լիազորությունը անցել է, թե չի անցել, որը կարծում սխալ տեղում են քննարկում։ Այդտեղ է ու դուք այս պահին, քան որ այդտեղ չի քննարկվում, պետք է քրեական հետապնդում դատվեցի ձեր որոշումը։